Հիվանդը եւ ամբողջ հрьяաները եկան եւ սկսան իրեն թեմ ելնել, իրեն հագարագեցան եւ Հիսուս ասավ, եթե դուք ագան չունենայիք եւ լսեիք, պիտի հասկանայիք, բայց դուք գլսեք եւ չեք հասկանար, գտեսնեք եւ չեք տեսներ, մեկ խոսքով չեք հասկանար ինչ որ ես կսեմ, քանի որ դուք իմ ժողովուրդս չեք, քանի որ դուք ձեր համար փակված է ամեն ինչ, քանի որ դուք հագարակ եք այն պատկամին, դուք ձեր որոշումներուն, չափանիշներուն մեջն եք, անորոշ չեք հասկանար ոչ մեկ բան։ Եվ այս խոսքը ասել են հետո գշարունակե։ Գիտեք, սուբկիրքի գլուխները հետո են բաժնվել, բայց սկիզբը երբ որ գրված էր ավետարանները, գլուխներու չէր բաժնված, համարներու չէր բաժնված։ Հետո համարագալվեցավ 11-րդ դարուն մոտավորապես համարագալվեցավ։ Միջև այդ չէր համարագալված։ Ուրեմն շարունակությունն է, հիմա ինչ որ կգարտանք 9-րդ գլխուն վերջավորության շարունակությունն է, որ մենք կգարտանք 10-րդ գլխուն մեջ։ Հիսուս կսե ճշմարիտ կսեմ ցեզի։ Ան որ թռնեն չի մտներ ոչխարներուն փագը, հաբա ուրիշ դեղ է, անիգա քող ու ավազակ է։ Բայց ան որ թռնեն գմտնե, անիգա ոչխարներուն հովիվն է։ Թռնաբանը գպանանոր եւ ոչխարները անորցայնը գլսեն, ու իր ոչխարները անոնով կգան չէ, եւ դուրս կհանեզանոնք, երբ իր ոչխարները գահանե, անոնց արջևեն գերտա եւ ոչխարները իր յետևեն գերտան, վասնզի անոր ցայնը գջանշնան։ Սակայն օդարի յետևեն չեն երտար, հաբա անգե կփախչին, վասնզի օդարներուն ցայնը չեն ջանշնար։ Ահավասիկ Հիսուս արագ մը գբատմե հովիվ, ոչխար եւ օդարներ։ Եվ այստեղ կարևոր էր ինչու այս արագը գբատմե Հիսուս ճիշտ երբ փարիսեցիները գահագարագեին Հիսուսի աստվածությանը, Հիսուսի միակ միջնորդ ըլլալը, Հիսուսի հրաշներուն, Հիսուսի անձին։ Եվ Հիսուս ահավասիկ կպատասխանե իրենց այս արագով։ Ուրեմն նախ սեմցեզի, թե այն ժամանակ ինչ որ Հիսուսոս արագ ոչխար հովիվի մասին գխոսի, շատ բնական, շատ ջանցված, շատ քիծված իրավիճակ էր։ Երբ որ Հիսուս ոչխարի եւ հովիվի մասին գխոսիր, բոլորը շատ լավ գիտեին ինչի մասին էր խոսքը։ Եվ որ գսե փագը, ոչխարներուն փագը, շատ լավ իրենք կհասկանային ինչի մասին էր խոսքը։ Մենք որ աշխապ հերու ենք այդ միջավայրեն, դերևս քիչ կհասկանանք, amma պետք ունենք քիչ ավելի մդերմանալու այդ կոնտեքստին։ Ուրեմն ոչխար իրիգունները, քիշերները եւ գմտնար։ Հովիվը ոչխարները գտաներ իր փագը, փագը մգար այդպես բադով քարերով այսպես շնված բադ մգար եւ այդտեղ բադին արջևը գար այդ թուրը, որ այդ թուրեն ներս կմծներ ոչխարներուն եւ ինք հովիվը այդ թուրին արջև գկնանար։ Բահագություն գներ այդ թուրին արջև։ Եվ ովևէ մեկուն անշուշտ թույլ չէր տար որ ներս մտեն եւ վտանգ հասցներ ոչխարներուն։ Ուրեմն Հիսուս կսե, երբ որ այստեղ կսե ան որ թռնեն չի մտներ ոչխարներուն փագը, հաբա ուրիշ տեղ է, անիգա քող ավազակ է։ Ոչխարներուն փագը միայն հովիվը պիտի մտնե։ Ինքն է բահաբանը, ինքն է թուրը, ինքն է թուրի պաշտպանությունը, ուրեմն եւ հովիվը եւ թուրը եւ կպաշտպանե եւ նաեւ թույլ գուտա որ ոչխարները ելնեն եւ արոտ գտնեն։ Ուրեմն հովիվն է այդ պաշտպանության կորձը գադարողը։ Անոր թռնեն կմտնեք սե ոչխարներուն հովիվն է։ Քանի հովիվը իրավունք ուներ այդ թուրը գանտնելու եւ ինք այդ թուրը ներս մտնելու, ոչխարներուն բահելու, պաշտպանելու եւ նաեւ դուրս հանելու։ Թռնաբանը գփանա անոր եւ ոչխարները անոր ցայնը գլսեն։ Ուրեմն այստեղ թռնաբանը եւ հովիվը նույն անձն է։ Թռնաբանը ուրեմն Հիսուս կբացատրի այս հովիվն է որ միակ անձն է ներս մտնելու եւ դուրս ելնելու։ Ինք միակ իրավունք ունի ոչխարներուն հետ հետաբնտելու, գերագրելու, պաշտպանելու, իրենց արոտ տանելու միայն հովիվը։ Եվ նայեցեք ոչխարները գսե անունով կգան չէ։ Եվ այս բանը որ Հիսուս կսե, անժամանակ հովիվները միջև այսօր քյուղերու մեջ հովիվները ամեն մեկ ոչխարներուն ունի իր դված անունը։ Եվ անունով գանչնե։ Հովիվը շատ լավ գիտե ոչխարներուն։ Մենք որ դուրսեն ենք ամեն ոչխարները իրար կնմանցնենք, բայց հովիվը ինչ շատ լավ գիտե ոչխարը ով է եւ նույնիսկ անուն գուդար այդ ոչխարներուն։ Ուրեմն երբ որ ոչխարներուն անունով կգան չէ, գահանե գսե իրեն
եւ անոր արչեվեն գերտան, ոչխարներուն արչեվեն գերտան եւ ոչխարները իր ցայնը կճանչնան։ Այստեղ ուրեմն Հիսուս իրականություն կպատմե, իրական կպատմե հովիվի եւ ոչխարի հետ կապված հարցերը։ Հիմա հոգեվոր թեման է որ գարնենք։ Հիսուս այս խոսքը նախ կխոսի, երբ որ մենք կգարտանք Միքիա մարգարեությունը։ Միքիա մարգարեության առնված խոսք է, որ Հիսուս կսե։ Եվ գուզեմ ձեր հետ կարդալ Միքիա մարգարեություն, գլուխ 2, 12 եւ 13 համարները։ Միքիա մարգարեություն, գլուխ 2, 12 եւ 13 համարները։ Հիսուսի խոսքը, ուրեմն ցանոթ խոսք է նախ միջավայրի խոսք, այդտեղ բոլորը կհասկանային հովի, ոչխար եւ այլն փակ այս բոլորը, բայց նաեւ քանի որ Հիսուս փարիսեցիներուն կխոսի, կուզե իրենց հոգեվոր մոդեցումը հիշեցնել, մարգարեությունը հիշեցնել։ Քանի որ ինչ որ Հիսուս կնե մարգարեություն եղած է։ Եվ այս է որ հրյաները չեն ընդունիր, թե այդ մարգարեությունը եղած է ճիշտ Հիսուսի համար։ Այս ամբողջ խնդիրը։ Իրենք գիտեն մարգարեությունը, իրենք գիտեն որ Մեսիան այդպես պիտի անի, բայց չեն գնար ընդունել թե Հիսուսն է Մեսիան, Հիսուսն է այդ մարգարեության դերը։ Ավասիկ Միքիա գլուխ 2 համար 12։ Ով Հակոբ ամենքդ անշուշտ պիտի հավաքեմ։ Հակոբ որ գսե Իսրայելի ժողովրդի մասն է։ Ամենքդ անշուշտ պիտի հավաքեմ։ Իսրայելի մնացորդը պիտի հավաքեմ։ Պոսրայի ոչխարներու պես, իրենց փարախին մեջ եղող հոդերուն պես մեկտեղ պիտի բերեմ։ Մարտոց բազմությանը համար աղմուկ պիտի ըլլա, խրամատ բացողը անոնց արչև ելավ, անոնք խրամատ բացին ու թռնեն անցան եւ անգե ելան։ Անոնց թակավորը անոնց արչև անցավ, դերը իբրև անոնց գլուխը արչևեն գերտա։ Հալելույա։ Թակավորը դերը անոնց արչևեն գերտա։ Հիսուս ինչ կսե։ Գսե հովիվը ոչխարներուն արչևեն գերտա։ Ուրեմն այս մարգարեությունը Հիսուս կբերե եւ կհիշեցնե փարիսեցիներուն։ Եվ այս կսե հանրազանոթ բամը բիդելա ամբողջ աշխարհին։ Ամբողջ աշխարհին բիդելա այս մարգարեությունը ոչ թե միան Իսրայելի եւ Իսրայել ժողովրդին, այլ ամբողջ աշխարհին բիդելա այս բանը։ Փարախ պիտի բանա, փարախի մեջ են պիտի անցնի, թակավոր արչևեն պիտի երթա, անոնց թակավորը, անոնց Աստվածը, անոնց դերը իրենց արչևեն պիտի քայլի։ Հալելույա։ Եվ Հիսուս այս խոսքը հիմա նայեցեք ինչ պիտի անի։ Այս խոսքը Հիսուս կառնե իր վրա։ Քանի որ քիչ մատին պիտի ասե ես եմ այն բարի հովիվը Միքիա մարգարեության այս արագը որ ցես պատմեցի եւ Միքիա մարգարեությունը խոսքերը ճիշտ այդ են որ ես հիմա գնեմ ոչխարներս կհավաքեմ ոչխարներուս ցայնը ես ոչխարներս իմ ցայնս լավ կջանչնան դուք իմ ոչխարներս չեք կրնար ջանչնալ դուք միան պիտի ոչխարներս միան պիտի ջանչնան իրենց դիրոջ ցայնը իրենց հովիվին ցայնը հալելույա ժողովուրդ իսկապես այս է վերստին ծնված մարդը կջանչնա հովիվին ցայնը Բայց ճունիս խոսելու պատմելու ինչ շատ լավ գիտե որն է դիրոջ խոսքը որն է ուղղությունը որն է ճշմարտությունը ինչ շատ լավ գիտե Եվ անոնք իր յետևեն գերտան ոչխարները հովիվին յետևեն գերտան ոչ թե մենք գիրագյորերը պիտի կարոզենք որ յետևեն երթան իրենք արդեն գերտան իրենց երթալն է փաստը որ իրենք գճանչնան իրենց դիրոջը Հավատացյալներուն Հիսուսի հետևելու փաստն է, որ իրենք իսկապես դիրոջը ունին։ Ուրդեղ են գերևնա, որ դու Հիսուսի աշակերտ ես կամ չէ, գերևնա քո Հիսուսի հետևել են։ Հիսուսի խոսքի հետևել են, իր ցայնը ջանչնալ են, տարբերություն անել են, ան որ դիրոջ ցայնն է եւ այն որ այդ քող ավազագին ցայնն է։ Դու շատ լավ գրնաս տարբերել։ Այն է երևույթը, ճշմարտությունը, որ մարդը գիտե ով է իր դերը եւ իր դիրոջ գհետևի։ Հալելույա։ Ոչխարները անոր ցայնը գլսեն, նախ գլսեն, հետո գջանչնան։ Հալելույա։ Հովիվ եւ ոչխար։ Գշարունակենք։ Օդարի յետևեն չեն երթարգսե։ Անգի կփախչին, վասնզի օդարներուն ցայնը չեն ջանչնար։ Օդարներու յետևեն չեն երթար։ Օդարներու յետևեն չեն երթար։ Հիսուսի աշակերտները Հիսուսի գեհետևին ուրիշ բաներու յետևեն չեն վազեր։ Ուրիշ բաները իրենց ուղեցույցը չեն, իրենց ուղղությունը չեն, ուրիշ զգացումներ, ուրիշ ցանկություններ, ուրիշ աշխարհային բաներ իրենց
ցանկությունը չեն, իրենք այդ չեն հետևիր օդարները, որ գսե ոչ թե օդար մարդերու մասին է խոսքը, այլ օդար բաներու մասին, այն բանը, որ դիրոջը մեջ չէ, դիրոջ մեջ չէ, Հիսուսեն չէ, Հիսուսին համար չէ։ Չեն հետևիր, անոր մեն նույնիսկ գփախչին։ Տուն վերջերս ինչ են փախչեցար, այն բանեն, որ Հիսուսի խոսքին համաձայն չէր։ Արդյոք փախչեցար, արդյոք թեմտրիր, արդյոք հերացար, արդյոք մեղքեն հերացար, աշխարհային բաներեն, որ դիրոջ խոսքին մեջ չգա, այդ սուտ վարդապետություններեն, արդյոք դու գրնաս զանազանել որն է շիդակ վարդապետությունը, որն է սուտ վարդապետությունը։ Հիսուսի աշակերտը պիտի սորվի այս բոլորը։ Հիսուսի աշակերտը պետք է գիտնա, որ քարոզիչը դիրոջմեն է եւ որ քարոզիչը ինքնագամ քարոզիչ է։ Ինչ որ այսօր ինտերնետի մեջ լեցուն կան սիրելիներ։ Ինտերնետը որ գերտանք այսօր համացանցային այս քարոզիչները, վաու։ Օդարներ անոնք են, որ Հիսուսի գետրոնը Հիսուս չէ։ Գետրոն ուրիշ բաներ է։ Հիսուսի հետևորդ ոչխարը, աշակերտը ինք կփախչի այն ինչ որ Հիսուսի մեջ չկա։ Այս բոլորը գսեներ համար 6 Հիսուս այս արագը ասավ անոնց, բայց անոնք չէին իմանար թե ինչ էր որ իրենց կխոսեր։ Որոնց փարիսեցիներուն։ Փարիսեցիներուն գսե որ փարի հովիվ, թուր, տրնաբան, թակավոր իրենց արջեն պիտի քայլե, ոչխարները պիտի հետևին իրենց հովիվին, ցեզի չի հիշեցներ այս բոլորը մի քյակիրքը գսե դեր չի հիշեցներ, բայց անոնք չէին հասկանար։ Ինչու՞, քիչ առաջուսի անցյալ անգամ ալսի ինչու՞։ Քանի որ իրենց կետրոնացումը ճշմարտությունը չէ։ Իրենք չեն փնտրել ճշմարտությունը։ Իրենք իսկապես կհետևին իրենց ներքին գրոնտներուն սովորությանը։ Եվ այսօր գրնամ ասել նույն բանը Հիսուս կա մեզի ճշմարտությունը ասե շատ մը հավատացյալներ պիտի չլսեն Հիսուսի, քանի որ Հիսուսի ըսած խոսքը թերևս իրենց սովորությունները, ավանդությունները պիտի խանգարե, ուրեմն շատեր պիտի չլսեն Հիսուսի։ Եթե Հիսուս հիմա նույն ցևով կար, արդյոք մենք պիտի լսեինք։ Քանի որ Հիսուս պիտի կա խանգարելու մեր ընթացքը մեզ ավելի սրբության դանելու համար, ճշմարտության դանելու համար։ Ուրեմն գշարունակենք Հովանու ավետարան 10-րդ գլուխ համար 7-ն։ Հիսուս նորեն ասավ անոնց ճշմարիտ կսեմ ցեզի, ես եմ ոչխարներուն թուրը։ Ամեն անոնք որ ինձ մե առաջ եկան քող եւ ավազակներ էին, բայց անոնց չլսեցին ոչխարները։ Ես եմ թուրը, եթե մեկը ինձ մե ներս կմտնե, պիտի փրկվի ու պիտի մտնե ու ելե եւ արոտ պիտի գտնե։ Ահավասիկ Հիսուս այստեղ ինքը այս անգամ գսե ես եմ այն թուրը։ Այն թուրը որ թուրը։ Այն թուրը ոչխարներուն թուրը։ Պաշտպանելու համար այդ թուրը առաջ ոչխարներուն ինչպես եմ իրեն պաշտպանության դակցնելու համար։ Ուրեմն Հիսուս այդ թուրի մասին կխոսի որուն հрьяներուն, որոնք իրեն չեն ընդունիր իր աստվածությունը, իր մեծությունը, իր միակ թուր ըլլալը։ Ինձ մե առաջ եկողները գսե քող ավազակներ էին, որում մասին կխոսի բոլոր անոնց, որոնց նպատակը դարձած էր իրենց կանոնները բերել, ուրեմն հрьяներու, փարիսեցիներու մասին է խոսքը, որոնք իրենց ուղղությունը գուզեին բերել, իրենց ավանդությունները, իրենց սովորությունները։ Հիսուս այս բոլոր քողավազակներ են, քանի որ ոչխարներուն պաշտպանելու մասին չէր նպատակը իրենց, այլ իրենց անձնական շահերու մասին էր։ Եվ անոնք կսե բոլորը քող ավազակներ էին, ոչխարները չլսեցին։ Ոչխարները նորմալ է որ չլսեն, չեն լսեն։ Ոչխարները գլսեն հովիվին։ Եվ Հիսուսն է այդ բարի հովիվը, եւ նորմալ է որ Հիսուսի պիտի լսեն Հիսուսի հետևորդ ոչխարները։ Հալելույա, եւ այս ճշմարտություն է սիրելի քույր եղբայրներ, քանի որ այսպես է որ Տերը գուզե մեզ սորվեցնել, թե մենք անկասկած պետք ունենք հասկանալու թե մենք որուն կհետևենք։ Եկեղեցի կհետևենք, ավանդություններու կհետևենք, սովորություններու կհետևենք, քահանաներու, հովիվներու կհետևենք, քարոզիչներու կհետևենք, մենք որուն կհետևենք։ Մեր հետևելը պետք է լա Հիսուս Քրիստոսի։ Քարոզիչները, քահանաները,
հովիվները, եթե իրենց կորձը ճշմարիտ կատարեն եւ բարի հովիվին խոսքերը փոխանցեն ժողովրդին, այո, մենք պիտի լսենք իրենց խոսքերը։ Քանի որ իրենց խոսքը մեզ գբերե Հիսուս Քրիստոսի ոտքին։ Փրկողը Հիսուսն է։ Պիտի մտնեն եւ պիտի ելեն եւ պիտի փրկվին գսե։ Ես եմ դուրը փրկության։ Աղվեստերը պիտի չկան, քայլերը պիտի չկան, ես պիտի փրկեմ զանոնք։ Ես եմ փրկությունը։ Մեկ խոսքով դուրը եւ փրկությունը Հիսուսն է։ Եվ Հիսուսն է, որ պետք է փրկություն, մենք Հիսուսի պետք է կանչենք, որ այդ փրկությունը ստանանք։ Շատ խոր խոսքեր են Հիսուսի խոսքերը, մանավանդ երբ որ գտեսնենք, որ այդ խոսքերը փարիսեցիներուն գուղ է։ Փարիսեցիներուն գսե։ Պիտի մտնե եւ պիտի ելլե եւ արոտ պիտի գտնե։ Ես եմ դուրը։ Ես իմ ոչխարներուս պիտի գերակրեմ, պիտի պաշտպանեմ, պիտի թույլ տամ, որ արոտ գտնեն, ազատ են իմ ոչխարներս, պիտի չփանդարգեմ ես։ Գեղեցիկը ես եմ դուրը, բայց բաց դուր է, մտնելու, ելլելու, ազատության մեջ լալու։ Սիրելի քույր եղբայրներ, այստեղ շատ կարևոր բան կա։ Գրոնքը մեզ քերի գբահե, բայց Քրիստոս մեզ գազադակրե գրոնքի բոլոր իշխանությունն են, որ մեզ գդանի գրոնքը մեզ միշտ գդանի թեպի վար, այս պետք է նես, այն պետք է նես, այսպես պետք է լա, այնպես պետք է լա, բայց Հիսուս գազադե մեզ մեր ամբողջ էությունը, գազադե մեզ մեր ամբողջ կապվածությունները, Հիսուս գազադե մեզ իսկապես սիրելի քույր եղբայրներ, այդ վիճակները, որ երբեմն գրոնքը մեզ թրած էր քերի, բռնած է քերի վախի մեջ, գիտեք, վախի մեջ կտնե, գրոնքը միշտ վախի գտանի մարդկանց։ Եթե այս բանը չնես, ուրեմն այսպես պիտի չլա։ Եթե այս բանը ունես, այսպես պիտի լա։ Մարդկանց կտնե վախի մեջ։ Բայց Հիսուս բաց դուր է, ազատագրության, ուրախության մեջ կառաջնորդ է մեզ։ Հալելույա։ Քողը ուրիշ բանի համար չկար, միայն քողնալու, սպաննելու, գործընծնելու համար։ Ավասի քողին կորձը։ Քողը ուկա գսպաննե, գխանքարե եւ գոչնչացնե, որուն քարնուտներուն, ոչխարներուն։ Ես եմ դուրը, ես եմ պաշտպանողը։ Եվ անոնա գսե, ես եկա, որ իմ ոչխարներս կյանք ունենան եւ ավելի կյանք։ Ավասիկ Հիսուս իր առաքելության հիմքը գտնե։ Ես եկած եմ, որ իմ քարնուտներս կյանք ունենան։ Քողը սատանան գրոնքը, մարդկայինը եւ ինձ առաջ եկողները գսեն քո ավազակներ էին, այդ բոլորը գուքան ոչխարները քողնալու իրենց հաշվին բերելու, բայց Հիսուս գուքա ոչխարներուն կյանք տալու։ Զարմանալի բան, ընդհանրապես ոչխարները, երբ որ մեկը ոչխար գմեցնե, նպատակը ինչ է, որ ոչխարը օրը սպանե եւ միսը ուդե կամ միսը ձախե։ Հիսուս ինչ կսե։ Հիսուսը ես եկած եմ ոչխարներուս կյանք տալու։ Ես չեմ եկած օգտվելու ոչխարներես, ես եկած եմ կյանք տալու ոչխարներուս։ Քո ավազակը ուկա քողնալու ոչխարները, մեկ խոսքով օգտվելու ոչխարներ են։ Այս գրոնքն է, մարդկային մարդուց մեկ գուզեն օգտվել։ Այդ բոլոր աղանդավոր քարոզիչներն են, այդ բոլոր քարոզիչներն են, որոնց նպատակը միայն սրա նրա տրամը քողնալն է։ Ասկե անգե օրտությունը քաշելն է։ Ասոն քո ավազակներ են։ Հիսուս գուկա ոչխարներուն կյանք տալու։ Մեկ խոսքով Հիսուս չի կար ոչխարներեն բամը սпасելու, այլ գուկա ոչխարներուն ինք տալու։ Իսկ գրոնքը բամն է, որ գուկա ոչխարներեն առնելու։ Դասկնակ դարբերությունը այսպես մենք պիտի տեսնենք սիրելի քույր եղբայրներ։ Դարբերությունը այստեղ են գերևնա։ Հիսուսի եւ գրոնքի։ Ես եկա, որ իմ ոչխարներից կյանք ունենալ եւ ավելի։ Հիմա դա համար 11 կսե ես եմ բարի հովիվը։ Բարի հովիվը իր կյանքը ոչխարներուն համար գտնե։ Զարմանալի բան։ Ոչ թե ոչխարներուն կյանքը բարի հովիվին շահին համար է, այլ հովիվին կյանքը ոչխարներուն համար է։ Եվ այս ինչ որ Հիսուս այստեղ գսե անբնական բան է։ Ոչխարները պետք է ծառայեին հովիվին շահին համար։ Հիմա այստեղ հովիվը գսե ես կուտամ իմ կյանքս իմ ոչխարներուս համար։ Փառք ես դերս, իսկապես Հիսուսի մեզի դված սերը օրտնյալ ալա։ Հալելույա։ Հալելույա։ Ինք կուտա իր կյանքը մեզ համար։ Վարձկանը, նորեն վարձկանի մասին կխոսի, ով է վարձկանը, նորեն այդ քահանաները, նորեն այդ գրոնքի մարդիկը,
Նորեն այդ մարդիկը որ կորձսելով գաշխատին, կորձսելով գնեն իրենց հոգևոր, ասենք, բաշտոնը, վարձկանը, որ հովիվը չէ, ոչխարները իրը չեն, երբ կտեսնե որ քայլը գուկա, գտողու ոչխարները եւ գփախչի եւ քայլը գահապշտագե ոչխարներուն եւ զանոկը ծրվե։ Ավասիկ վարձկանին կորձը։ Երբ որ վարձկանը ինքը իր շահին մեջ չէ, գթողե եւ գերտա։ Երբ որ վարձկանը իր գտեսնե որ ոչխարները իրեն շահ չեն դար, գթողե եւ գերտա։ Իր հոգը ոչխարները չեն, իր հոգը իր անձն է, իր շահն է, ինք վարձկան է, բայց ոչխարներուն դերը ով է, հովիվն է, իրական հովիվը, բարի հովիվը, Տեր Հիսուս Քրիստոսը։ Ինք ոչ թե կփախչի, այլ ինք կպայքարի եւ ինք կպաշտպանե քայլի թեմ, իր կյանքը գուտա որպեսի քայլը քեզ չուտե։ Այս է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Վստահ է Տիրոջը, քայլե Տիրոջ հետ, կյանքը տուր Տիրոջը։ Տիրոջ նպատակը քեզ ծրվելը չէ, այլ քեզ հավաքելն է եւ քեզ արատ կյանք տալն է։ Վարձկանը գփախչի, վասնզի վարձկանն է ու ինք հոգ չներ ոչխարներուն համար։ Ես եմ բարի հովիվը։ Գջանչնամ իմիններս եւ գջանցվիմ իմիններս։ Մեկ խոսքով իսկապես մենք պետք չունենք մտահոգվելու, թե ով Հիսուսի կհետևի, ով չհետևիր։ Մենք, եթե Հիսուսի կհետևինք, իսկապես իր շնորհքն է։ Ինք կջանչնա մեզ, մենք ալ կջանչնանք իրեն։ Հավատացյալը կջանչնա Տիրոջը, կհետևի Տիրոջը։ Հավատացյալը այն մարդն է, որ Հիսուս Քրիստոսի ցայնը կլսե, ինչպես քիչ առաջ կարդացինք։ Եվ իր ցայնը լսելով գերտա առաջ։ Ինչպես հայրս իսկ կջանչնա, ես ալ հայրը կջանչնամ ու իմ կյանքս ոչխարներուս համար կտնեմ։ Ինչու հորը մասին կխոսի։ Քանի որ ճիշտ այս էր, որ հայրը գուզեր որոնել։ Գործված ոչխարներուն համար իր միածին որդին տվավ։ Հայրը մեկ եղավ, մեկ է որդվույն հետ եւ հորը կորձը կատարեց որդին գործված ոչխարները փրկելու եւ ազատելու։ Հայրը գջանչնա, որդին գջանչնա, հայրը այդպես էլ ոչխարը գջանչնա իր Տիրոջը, իր հովիվին։ Գիտեք որ կամ մդերմություն կա այստեղ։ Ջանչնալ, միապանվիլ։ Ինչպես հայրը եւ որդին մեկ են, այնպես ոչխարները իրենց հովիվին հետ մեկ պետք է լան։ Մենք եւս այստեղ կտեսնենք ճշմարիտ հավատացյալի թիրքը։ Գիրագի օրվա հավատացյալ չէ, խոսքով չէ, այլ Հիսուսով միապանություն է։ Հալելույա։ Ուրիշ ոչխարներ ալ ունիմ գսե համար 16, որոնք այս բագեն չեն, զանոնք ալ պետք է որ բերեմ, ու իմ ցայնիս մդիկ պիտի ընեն եւ մեկ պիտի ըլլան, մեկ հոդ եւ մեկ հովիվ։ Որ ոչխարներու մասն է խոսքը, աշխարհի ծրված բոլոր ազգերեն փրկված մարդիկ, որ Հիսուս պիտի երթա եւ մեկ 2000 տարի է Սուրբ Հոգիով այս գործը կատարե։ Մեկ դարբեր ազգերեն գքաշե թեպի իրեն, որբեսի մարդիկ փրկվին։ Միան Իսրայելի համար չէր, Իսրայելն սկսյալ Երուսաղեմն սկսավ, Նազարեթն սկսավ, մինչև աշխարհի ծայրերը, ինչպես արդեն ինքը իր աշակերտներուն միտեսե, կացեք իմ աշակերտներս եղեք, մինչև աշխարհի ծայրերը։ Ինչ ընելու, որ ամենը բերեն մեկ հոդ, մեկ եկեղեցի, մեկ մարմին, մեկ թագավոր, մեկ գլուխ, Հիսուս Քրիստոս։ Իրեն ըլլա միշտ փառքը եւ բադիվը։ Գտեսնեք ուրեմն Հիսուս այստեղը արդեն մարգարեություն գտնե, ուրիշ ոչխարներ ալ կան։ Այս բագեն չեն, ուրիշ բագեն են, ասել է ուրիշ տեղեր են։ Ես պիտի երթամ իրենց պիտի բերեմ։ Եթե դու այսօր հավատքի մեջ ես, ուրախ եղիր, Հիսուս հասեր է քեզ, որ դու մտնես իր բագին մեջ։ Մեմ եւս կսեմ այստեղ ինչ որ միշտ կգտնեմ, Հիսուսի հետևորդը անհատական հետևորդ չէ, այլ մյուս ոչխարներուն հետ դեղական եկեղեցին մեջ, դեղական բագին մեջ միապանված կհետևին իրենց Տիրոջը։ Մինակ ոչխարը չէ որ պիտի բերեմ, բիդերտամ գսե ուրիշ ոչխարներ պիտի բերեմ եւ բոլորը մեկ հոդ պիտի լան, էլ է մեկ մարմին։ Այս է Քրիստոսի հետևորդները, աշխարհի 4 կողմեն, դարբեր լեզուներ, դարբեր ազգեր պիտի միապանվեն Տիրոջը հետ։ Համար 17 անոր համար իմ հայրս զիս կսիրե, որովհետև ես իմ կյանքս կտնեմ։ Ահավասիկ ինչու, ինչպես փրկությունը պիտի լա,
իր կյանքը պիտի տնե, հովիվը իր կյանքը պիտի դա, որբեսի փրկությունը լա։ Իր կյանքը դալով է փրկությունը։ Հովիվը ոչ թե միայն խոսքով, այլ իր կյանքը դալով։ Եվ իմ հայրս ինձ կսիրե գսե, քանի որ ես իմ կյանքս պիտի դամ, եւ այստեղ քեզի խոսքա, որբեսի նորեն վերցնեմ, նորեն առնեմ զանիգա։ Մեկը չի հաներ զանիգա ինձ մե, հաբա ես կտնեմ զանիգա ինքն իր մովս։ Շատ կարևոր է, շատ կարևոր է։ Մենք որ գսենք Հիսուսին սպանեցին, հրյաները այս ան, Հիսուս իր կյանքը ինքը դվավ, ոչ թե իր մե արին։ Ով գրնար Հիսուսի մերցնել, ով գրնար Հիսուսի սպաններ, եթե Հիսուս չդար իր կյանքը, ով գրնար մոդենալ Հիսուսի, եթե Հիսուս չհանձնվեր։ Մեկ խոսքը սավ, ես եմ մսավ, բոլորը ինգան, այն բոլոր որ սուրերով եկած էին այդ զինվորները, այդ լավ հակվածները, զրահներով եկան Հիսուսի դեմ, եւ Հիսուսավ ես եմ, հազիվ ես եմ մսավ, բոլորը ինգան, ով գրնար Հիսուսի ցերպակալել, եթե Հիսուս չուզենար։ Ով գրնար խաչ աներ Հիսուսի, եթե Հիսուս չուզենար։ Այստեղ գսե, ես կտնեմ իմ կյանքս իմիններուս համար։ Ես կտնեմ եւ ես կառնեմ։ Ավասիկ իշխանություն գսե, իշխանություն ունիմ զանիգա տնելու եւ իշխանություն ունիմ զանիգա նորեն առնելու, այս պատվերը իմ հորմես արի։ Ավասիկ իշխանություն ունիմ կյանքս տալու եւ կյանքս առնելու։ Ոչ թե հայրը դվա արավ կյանքը, այլ Հիսուս կսե խաչին վարագը իշեք ինչ ասավ, իմ հոգիս գտնեմ քո ցերկերու մեջ։ Հիսուսն է որ գահանցնե հոգին։ Հիսուսն է որ խաչը գելե մեռնելու համար։ Եվ Հիսուսն է որ ետ պիտի վերցնե այդ կյանքը հարությամբ։ Սիրելիներ, երբեմն մենք կգարձենք, թե դժբախտաբար Հիսուսի սպանեցին, Հիսուսի ձեձեցին, Հիսուս այսպես գեցավ, չեր ուզեր ձեձվել, բայց ձեձվեցավ, չեր ուզեր սպաննվեր, բայց սպաննվեցավ։ Մենք այսպես կգարձենք, շատերը այդպես կգարձեն, բայց ոչ, Հիսուս ինքը տվավ իբր քառնուկ մորթվելու համար։ Եսայի 53 գլուխ այդ բանը գսե, մորթվելու համար ինքը հանձնվեցավ, իր ոչխարներուն համար իր յանքը դրավ։ Ոչխարներն էր որ պետք է մորթվեր հովիվներու համար, բայց ահավասիկ եկավ բարի հովիվը ինք մորթվեցավ իր ոչխարներուն համար, անհնարին, անհասկանալի բան մնե, մանավանդ այդ հովիվ ոչխար միջավայրի մեջ ապրող մարդկանց համար այն ժամանակ։ Նորեն գսե բարակտում եղավ հրյաներուն մեջ այս խոսքերուն համար, անոնց մեջ շատեր գսեին տև գա անորներ սիտին եւ խենտացած է, ինչու ադոր մտիկ կնեք։ Ուրիշներ գսեին այս խոսքերը տիվահարի խոսքեր չեն, միթե տևը գրնա գույրերուն աչքերը բանալ։ Ահավասիկ բարակտում սխալ բաներ գսեն, իրար գխառնեն, իրար կանցնեն, ինչպես կլա Հիսուսի մասին։ Գիտեք ինչու, քանի որ մարդը պատրաստ չէ հասկանալու, չի հասկանար։ Մինչև այսօր այդպես է, վկայություններ գնենք, ավետարանչություններ գնենք, ինչ ծևով գուզես կներկայացնենք, բայց մարդը չի հասկանար։ Քանի որ պատրաստ չի հասկանալու։ Քանի որ եկած չի հասկանալու, քանի որ իր մեջ այդ փափակը չկա հասկանալու եւ փոխվելու։ Այստեղ ալ նույնպես Հիսուս ինչ հոյակապ խոսքեր կխոսի։ Փրկության, պաշտպանության, հովի, ոչխար, քողավազակ, խաչը ելել, կյանքը տալ, այս բոլոր կարևոր բաներ կխոսի եւ մարդիկ բարակտումներ մեջտեղ հանեն, ուրիշ բաներ կխոսին։ Չեն հասկանար։ Եթե դու այսօր այստեղ ես եւ կհասկանաս մի քանի խոսքեր, փառք դուր Աստծո, որ քո հոգին բացեր է, որ դու հասկանաս։ Փառք դուր Աստծո, որ քո հոգին մեջ արտնություն կա եւ դու կհասկանաս։ Այդ Աստծո շնորհքն է։ Եվ ոչ թե իմ եւ քո հավատքի չափը։ Ասոք այս մարդիկ ալ հավատացյալներ էին։ Ամեն մեկը դաջարին մեջ էին, արդվնե միջև իրգուն։ Քեզ մե ինձ մե ավելի գաղոտ կնեին, սուպ գիրքը 5 դագարանը գիտեին, շատ լավ բաներ գիտեին, շատ լավ համարներ կոց գիտեին, անկիր գիտեին, բայց ինչի ծարայեց։ Ոչ մեկ բանի, քանի որ պատրաստ չէին փոխվելու։ Նույն բանն այսօր մեր եկեղեցիներուն մեջ քարոզ լսողներ շատ կան, բայց պատրաստ չեն փոխվելու։ Պատրաստ չեն իրենց կարծիքները փոխելու։ Պատրաստ չեն սորվելու, պատրաստ չեն նորություններ, դիրոջ խոսքի խորություններ հասկանալու, պատրաստ չեն զղջալու, պատրաստ չեն ներելու, պատրաստ չեն փոխվելու մեկ խոսքով։ Եվ գնմանին այս մարդկանց, որ ինչ լավ բան ասես, մարդը գրնա հասկանալ ուղեղով, բայց ոչ փոխվելով։
Այսպես ամեն մեկս մեր եկեղեցիներու մեջ, դարբեր ազգերու մեջ, դարբեր երկիրներու մեջ այսպես մարդիկ կան, առաջին օրեն եղած է, հիմա էլ գա եւ դժբախտաբար միջև Հիսուս կա պիտի շարունակվի։ Համար 22 այնադեն Երուսաղեմ նավագադիգին օրներ։ Նավագադիգ ուրեմն ժողովարանի ավելի դաջարի բացման դոնը գնային, քանի որ 164 թվականին Հիսուսեն առաջ, 164 Հիսուսեն առաջ հռոմեացիները կանթեցին դաջարը մեմևս այդ դաջարը որ Նեեմիան շնեց անգևերջ նորոգվեցավ, բայց հռոմեացիները եկան եւ 164 թվականին Հիսուսի առաջ կանթվեցավ, բղձեցին դաջարը եւ այդտեղ ուրեմն ասկասեր անձնավորությունը եկավ Մակաբե անունով ինքը նորոգեց դաջարը, մաքրեց, սրբացուց դաջարը եւ այդ օրվնե ամեն տարի այդ դաջարի նավագադիգի ուրեմն նորոգման դոնը կկատարվեր եւ այդտեղ ուրեմն Երուսաղեմ ծմեր գսե եւ Հիսուս կբդդեր դաջարի մեջ Սողոմոնի սրա հрьяները անոր 4 կողմը արին եւ ըսին անոր մինչեւ երբ մեզ դարակուսանքի մեջ պիտի թողուս եթե Քրիստոսը տունես մեզի համարցակսե Դարձեք թե իրենք ալ պատրաստ էին լսելու եւ հնազանդելու։ Գհիշեք 10-րդ գլուխն ենք։ Քանի անգամներ Հիսուս արդեն ցույց տվավ որ ինքն է այդ մեսիան։ Բայց նայեցեք ինչ կսե Հիսուս։ Հիսուս պատասխան տվավ. Ձեզ եսի։ Ու չհավատացիք։ Անչի որ Հիսուս չսա որ ես Քրիստոսը չեմ։ Ըսավ։ Քանի անգամներ, քանի համարներ կործածելով ես եմ Քրիստոսը, ես եմ արքայությունը, ես եմ այն որ պիտի կամ, ես եւ Հայրը մեկ ենք։ Այս բոլոր խոսքերը բայց չլսեցին այն կորձերը որ ես իմ հորս անունով կգործեմ անուն կվգային ինձ համար բայց դուք չեք հավատար ասոր մասին խոսանք 8-րդ գլխում մեջ խոսքերը կվգային բայց դուք չեք հավատար վասնզի իմ ոչխարներս չեք ահա վասիկ նորեն Հիսուս շեշտը իմինս չեք ինձ չեք պատկանիր չեք կրնար հավատալ Եթե դու այսօր Հիսուսին գավադաս եւ գնվիրվես, եթե այսօր դու Հիսուսի հետևեն քայլես, փառք դուր Աստծո։ Այդ մեծ շնորհքին համար, որ Աստված ըրավ քեզ համար, որ դու այսօր գհետևիս։ Ասել է որ դու իրենն ես։ Ասել է որ դու իր ճանապարհին մեջն ես։ Շատ մարդիկ կան այսօր ինչ որ գսես չեն հավատար, ինչ որ գսես կարևորություն չեն դար։ Ինչ որ գխոսես Աստծո խոսքեն չեն հասկնար։ Ճիշտ այս մարդկանց մեծ, քանի որ գսե դուք իմ ոչխարներս չեք։ Ինչպես ցեզ եսի իմ ոչխարներս իմ ցայնը գլսեն։ Եվ ես ալ զանոնք գճանչնամ, իմ երևես կուքան, ես անոնց հավնական կյանք կուդամ եւ հավիտյան պիտի չկորսվին։ Եվ մեկը իմ ցերկես պիտի չհապշտակե զանոնք։ Ահավասիկ հոյագապ խոստում։ Իմ գգարտամ, իմ ոչխարներս, իմ ցայնս կլսեն, գճանչնամ իրենց։ Իմ երևես կուքան Իմ ցանս կլսեն, հավիտյան անոնց կյանք կուտամ, հավիտյան պիտի չկորսվին, եւ իմ ցերկես պիտի ոչ մեկը չապշտակե զանոնք։ Հալելույա։ Այս է դարբերությունը հավատացյալ հետևորդ երբեմները Գիրագի օրվա հավատացյալներ գսեմ, Գիրագի օրվա հավատացյալներու եւ Հիսուս Քրիստոսի հետևորդին։ Կգրտնեմ եմ եւս ոչխարներս իմ ցանս կլսեն։ Առաջին Զանոնք կջանչնամ, այդտեղ կա միապանություն, ջանչնալ բառը մանավանդ եբրայերենի մեջ ջանչնալ ասել է մեկ ըլլալ։ Իմ ցայնս կլսեն ես իրենց հետ մեկ եմ։ Երրորդը իմ ետևես կան, այստեղ հնազանդություն է։ Իմ ոչխարներս կհնազանդին ինձ, առանց աճ եւ առանց ցախ նայելու։ Իմ ոչխարներս այդտեղ են գերևնա։ Եթե դու հնազանդելու խնդրեմ ունիս, դու իր ոչխարը չես։ Եթե դու Հիսուսի մեկ լալու խնդրեմ ունիս, դու իր ոչխարը չես։ Եթե դու չես կնար զանազանել Հիսուսի խոսքը եւ աշխարհային խոսքը եւ կամ գրոնական խոսքը, դու իր ոչխարը չես։ Իր ոչխարը այս ուղղության մեջ կգերդվի, այս ուղղության մեջ կզարկանա։ Իմ ոչխարներս իմ ցանս կլսեն, ու ես ալ զանոնք կճանչնամ իմ ետևես կան, անոնց հավիտենական կյանք կուտամ, ասած Սուրբ Հոգի ներկործությունն է։ Սուրբ Հոգի ներկործությունը հավնական կյանք կուտամ, Սուրբ Հոգի ներկործությունը եւ անոնք հավիտյան պիտի չկորսվին, հավիտյան փրկությունը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը ինք վստահ է իր փրկութենեն։
Ինք Տիրոջ ցայնը գլսե եւ ինքը քայլե եւ ինքը հնազանդի եւ ինք վստահ է որ Տիրոջն է։ Այս հստակ բան է որ Տերը գուզ այսօր ամեն մեկու սորվեցնել եւ նույնիսկ քեզի եւ ինձ եսել, որ եթե դու այս իրավիճակի մեջ չես, դու թեր Տիրոջ ոչխարը չես, Տիրոջ աշակերտը չես, ապաշխարե եւ դու ես մի խապեր։ Մի խապեր ասելով ես Տիրոջ ոչխարն եմ, ես Տիրոջ հետևորդ եմ, ես Տիրոջ հավատքի մարդն եմ, մի խապեր դու քեզ։ Ընթագարագը նայիր քննետուն քեզ իր ցայնը գլսես իր հետևեն գուկաս գնազանտիս իրեն գճանչնաս իրեն մեկ կլաս իրեն իր քո հավերական կյանքի դու վստահություն ունիս սուրբ ոգի ներկործությունը գերևնա քո մեջ այս բոլոր վստահություն է որ Տերը մեզ գուտա իմ հայրս որ զանոնք ինձ դվավ բոլորեն մեծ է մեկը չգրնար իմ հորս ցերկեն հապշտագել մեկը չգրնար իմ ցերկես հապշտագել եւ մեկը չգրնար իմ հորս ցերկեն հապշտագել քանի որ Հիսուսի ցերկը եւ հորը ցերկը նույնն է ահավասիկ մեմևս փաստ Հիսուսի աստվածությունը ինչպես կրնա մարդը ասել այդպես բան իմ հորս ցերկեն եւ իմ ցերկեն նույնն է ինչպես կրնա մարդ ասել ես կյանքը ես կուտամ եւ ես կառնեմ երբ ուզեմ որ մարդը կրնա իր կյանքը իդ վերցնել մեռնելեն հետո ով եթե ոչ Հիսուս միակ գադարյալ մարդ գադարյալ Աստված հոյակապ խոսքեր են մեկը չի կրնա իմ հորս ցերկեն հապշտագել ես եւ հայրը մեկ ենք վաու ես եւ հայրը մեկ ենք ասկավելի լավ փաստ որ Աստված Հիսուս Աստված է Ինչպես կրնաս այս փաստը դու մեկ կողմ տնել եւ երթալ աղանդավորներին, որոնք չեն հավատար, որ Հիսուս Աստված է, ոչ Եհովայի վկաները, ոչ մորմոնները, ոչ շաբաթաբահները շատերը, ինչպես կրնաս հավատալ։ Եվ դեր շատ ընդհանուր հայ մեր հայ ասկի մեջ շատեր դեր չեն հավատար։ Եկեղեցի երթան խաչ կհանեն, այս կամ այն եկեղեցի երթան սուպկիր կգարտան, բայց դեր շատերը չեն հավատա, որ Հիսուս Աստված է։ Շատեր գսեն մարգարե, շատեր գսեն բարի մարդ է, շատեր գսեն հրեշտակ է, շատեր գսեն այս, շատեր գսեն այն, ես եւ հայրը մեկ ենք, հрьяաները հասկացան, մեկ խոսքով հասկացան, մենք ենք որ խնդրեմ ունենք, իրենք հասկացան, նայեցեք, այն են հрьяաները նոր են քարեր վերցուցին, որովհետեւ զանիկա կարողեն։ Հիսուսը ասավ, շատ բարի գործեր ցուցեցի ցեզի իմ հորմես, անոնց որ գործին համար զիս կկարգոձեք, հрьяաներն էցեք ինչ ասին, հрьяաները պատասխան տվին անոնց ասելով, բարի գործի համար չէ որ մենք կկարգոձենք քեզ, հաբա հայհոյություն ըրիր, թուն որ մարդ ես, ինքզինքդ Աստված գնես։ Հрьяաները հասկացան, Հիսուս կսե ես եւ հայրը մեկ ենք, հрьяաները հասկացան, որ Հիսուս կսե որ ես Աստված եմ։ Միջև մա Եհովայի վկաները դեր կսպասենք որ հասկանան։ Միջև մա դեր այս կամ աղանդավորները կսպասենք որ հասկանան այս խոսքին վրա որ Հիսուս Աստված է։ Բայց հрьяաները մեկ վարյանին հասկացան։ Անոր համար ուզեցին կարգոձեր, քանի որ իրենք գսին Աստված մարդ չի գրնար լալ։ Վալա, իրենք ալ այդպես կգարձեն։ Միջև այսօր իսլամը նույն բանը չի գրնար հավատալ որ Աստված մարդ գրնա լալ։ Եվ կարգոձեն միջև այսօր եկեղեցիներ կքանտեն, գայրեն, ըստեղ այնտեղ դարբեր երկիրներու մեջ, կհարվածեն, կհայոյեն, ամեն ինչ որ պիտեն գնեն Հիսուսի դեմ։ Քանի որ Հիսուս Աստված չի գրնար լալ։ Բայց հрьяաները մեկ րոպեին հասկացան, որ Հիսուսը այս խոսքը ասել է որ ես Աստված եմ։ Հալելույա։ Հիսուս պատասխան տվավ անոնց հрьяաներուն հрьяական օրենքի մեջ խոսք մսավ Հիսուս, հрьяական օրենք։ Չէ որ ծեր օրենքի մեջ գրված է Ես ըսիտ է դուք աստվածներ եք, եթե աստվածներ գանվանե զանոնք, որոնց Աստծո խոսքը դրվեցավ, ու գարիլ չէ որ այն գրված ավրվի, հաբա այն որ հայրը սրբեց եւ աշխարհ ղրգեց, դուք ինչպես անոր գսեք հայություն գնես, Աստծո որդի եմ ըսելուս համար։ Հիմա այստեղ կարևոր է 82 Սամոսին մեջն է, այստեղ մենք գտեսնենք Հիսուսի այս խոսքը, որ 5 տագարանի մեջ են գվերցնե, նայեցեք 82 Սամոսը գարտամ ձեր հետ։ Աստված գայնած է աստվածային ժողովի մեջ, աստվածներուն մեջ տատաստան գտեսնե, մինչև երբ անիրավությամբ պիտի տադեք, ու ամպարիչներուն աչարություն պիտի անեք, արդարը տատաստան ըրեք աղկադին ու որբին, խեղջին եւ ճկավորին իրավունքը պաշտպանեցեք, բրգեցեք աղկադը եւ դնանգը ամպարիչներուն ցերկեն ազատեցեք զանոնք, չեն իմանար որ չեն ճանչնար խավարի մեջ բդդին, երկրի բոլոր հիմերը շարժեցան, ես ըսի դուք աստվածներ եք ու դուք ամենքդ բարձրալին որդիներ եք, բայց մարդոց բես պիտի մեռնիք եւ այլն եւ այլն։
Ուրեմն այստեղ ինչի մասին կխոսի Հիսուս, դուք աստվածներ եք։ Նախ թագավորներուն գսեր։ Թագավորները, թագավորները, մարգարեները եւ հրյական ուրեմն բացատրություն կար աստվածապանական, որ գսեր անոնք որ Աստծո խոսքը գլսեն, աստվածներ կդառնան, ոչ թե այդ առումով որ աստված կդառնան, այլ քանի որ աստվածային բամը կմտնե իրենց մեջ։ Ուրեմն երբ որ գսե աստվածային բամը կմտնե եւ դուք կընդունիք այդ բառը, հիմա ինչու կխանգարվիք։ Ինձ, որ ես այդ բոլորեն ավելի մեծ եմ, ես որ Աստծո որդին եմ, ոչ թե ես աստվածներ եմ, ոչ թե ես բարձրապես ներշնչված մարդ եմ, ես Աստծո որդի եմ, որ գսե Աստված ինքը իր խոսքով դրվեցավ, սրբեց եւ աշխարհ ղրգեց։ Աստված սրբեց եւ աշխարհ ղրգեց եւ դուք կսեք որ հայոյություն գնես, դու որ գսես ես Աստծո որդի եմ, ես Աստծո որդի եմ։ Ահավասիկ Հիսուս ինքը իբերնով գսե, ես Աստծո որդի եմ։ Շատեր միջև այսօր մանավանդ իսլամները գսեն, ուր գրված է որ Հիսուս գսե որ ես Աստծո որդի եմ։ Ժողովուրդ, Հովաննու Ավետարանը եթե գարտանց քիչ մկլոխնին բաց, շատ շուտ կհասկանան։ Աստված ինքը ասավ այս է իմ սիրելիս որդին։ Տևերը իրենք ասին դու ես Աստծո որդին։ Հիսուս ինքը իր մասին ասավ ես եմ Աստծո որդին։ Արաքյալները ասին ինքն է Աստծո որդին։ Ահավասիկ վկայություններ Ավետարանի մեջ։ Եթե դևերը գիտեն որ Հիսուսն Աստծո որդին, հրյաները գիտեն որ Հիսուսն Աստծո որդին, եթե Աստված հայրը ինքը գսե որ Հիսուսի համար դու ես իմ որդիս, բա մենք ինչու չհավատանք։ Մենք ինչու չհավատանք։ Մենք ինչու չընդունենք Հիսուս իբր Աստծո միածին որդին, որ մեկ է Աստծո հետ, հայր Աստված, որդի Աստված։ Ինչու։ Ինչու խնդիր կտեսնեն շատերը։ Գբավե գարթալ ինչ որ գրված է եւ ընդունել, նույնիսկ եթե այս գլուխը չի գնար հասկանալ, պետք է այս սիրտը հավատա այս խոսքին, ինչ որ գրված է այստեղ։ Եթե իմ հորս կործերը չեմ կործեր, ինձ մի հավատակ, բայց քանի որ կկործեմ, թեև ինձ չեք հավատար, կոնե կործերուս հավատացեք, որպեսզի գիտնաք ու հավատաք, թե հայրը իմ մեջս է եւ ես անոր մեջը։ Ահավասիկ մեմ եւս։ Իմ ցերկս հորը ցերկը նույնն է։ Գյանքս ես կդամ, ես կառնեմ երբ ուզեմ, երկու։ Ես եւ հայրը մեկ, երեք։ Ես Աստծո որդի եմ 4։ Հայրը իմ մեջս է, ես Աստծո մեջն եմ 5։ Այս մի քանի համարներու մեջ 5 անգամ Հիսուս գսե որ ինք Աստված է։ 5 անգամ գփաստե որ ինք Աստված է։ Այս մի քանի համարն է, մեկ գլուխ ասենք, այս մեկ գլուխի մեջ։ Եվ եթե ուշադրությունիք անցյալ անգամները, ամեն գլուխի մեջ Հովաննես Ավետարանիչը հստակ ցևով գուզե ներկայացնել Հիսուսի աստվածությունը։ Հիսուս մարգարե չէ միայն, թագավոր չէ միայն, Հիսուս Աստված է։ Կատարյալ մարդ, կատարյալ Աստված։ Հալելույա։ Միապանելու մարդը Աստծո հետ։ Եվ նայեցեք համար 39 նորեն գուզեին զայն բռնել, բայց անոնց ցերկեն խուսափեցավ, նորեն գնաց Հորդանանի անտի գոմը այնտեղը ուր Հովաննես առաջ կմգրդեր ու հոն գիցավ, շատեր կացին անոր կովուսին, իրավ Հովաննես հրաշք մչրավ, բայց ինչ որ Հովաննես ըսավ ասոր համար, ամենը ճշմարիտ էր եւ շատ մարդիկ հոն անոր հավատացին։ Հալելույա։ Չեն ընդունիր, Հիսուս կքաշվի։ Ըսելի կգսե, ճշմարտությունը կփոխանցե, բայց չի ստիպեր։ Քանի որ իր ոչխարներ իրեն կլսեն, ընդրվածները, որոշվածները, անոնք որ Հիսուս Քրիստոսի ընդրված են իր դիրոջմով, անոնք են լսողները։ Բայց այդ ըսելով նաև մարդը ապաշխարություն պետք է ունենա, զղջում, թառնալ, լսելու պապակ, թողնելու մարդկային գազմվածքները, գազմագերբությունները, կրոնական, ավանդական, պաշտպանողական, նույնիսկ ազգային երբեմն հրյաները այս բոլորը ունեին։ Հրյաներուն համար գրոնքը եւ ազգը կարևոր բաներ։ Գրոնքը եւ ազգը անբաժան բաներ։ Բայց որ Հիսուս եկավ ասավ չէ,
դվեք գայսրին ինչ որ գայսրին է եւ հորը Աստուծո դվեք ինչ որ Աստծո է։ Նայեցեք այս 10-րդ գլուխը պիտի խնդրեմ մենք մնալ գարտակ։ 10-րդ գլուխը պիտի խնդրեմ մենք մնալ մտածելով գարտակ։ Եվ եթե ժամանակ ունիք ինչ որ գարաչարգեմ ցես այս միջև քալչորեք շապտի այս 10 գլուխները գարտացեք մեջ են հանելով ամեն անգամ Հիսուսի աստվածության թեման, որ ես ցեզի արդեն փոխանցեցի։ Մեմ եւս լսեցեք YouTube-ով կամ խոսքը գետիվիով մեր այս բոլոր հաղորդաշարներից 10 գլուխներու մեջ եւ բիդեսնեք Հիսուսի աստվածությունը գրեցեք նշարեք թուղթերու վրա ամենտեղ որովհետեւ մարդկանց փոխանցեք որովհետեւ մարդիկ ընդունին հավատան եւ տեսնեն Հիսուս Քրիստոսը միակ բրգությունը թուրը բարի հովիվը ոչխարներուն կյանք տվողը ալավելի կյանք տվողը եւ իրեն լամիշ փառքը հիմա եւ միշտ հավիդյան հալելույա ամեն եւ ամեն